Man Pictures-ը ներկայացնում է աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Ինձ միշտ հետաքրքրել է պատերազմի սարսափի մեջ հնարավոր է պաշտպանել կյանքը, այլոց կյանքը, երբ ունեցածդ միակ զենքը գթասրտությունն է, եւ քանի գթառած սիրտ է հարկավոր, որ պատերազմի ժամանակ դիմակայի պատերազմին 100, 1000, 500,000, թե 5-ն էլ բավական է, ինչպես որ այն 5-ը բավական եղան մահվան քարտեզի համար։ Փրկության քարտեզ Պատմում է Սվանտե Լունդգրենը Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյան Սցենարը Աննա Սարգսյան Օպերատորներ Արթուր Վարայան, Վահե Հակոբյան Կոմպոզիտոր Վիկ Զարթման Հնչյունային ռեժիսոր Հարություն Մանգասարյան Ռեժիսոր Արամ Շահբազյան This is the map of the Armenian genocide 1915-23. Սա 1915-ից 1923 թվականների հայոց ցեղասպանության քարտեզն է։ Որոշումների ընդունում, տեղահանություն, կոտորածներ, սպանդ համակենտրոնացման ճամբարներում։ Եվ այս ամենի մի կայսրության մեջ, որ ձգվում էր Հունաստանից մինչև Սիրիական անապատներ։ Կայսրություն, որի տարածքների զգալի մասը հայ ժողովրդի պատմական հայրենիքն էր։ Ահա կոտորածների կենտրոնները՝ Սվազ, Խարբերդ, Մուշ, Էրզրում, Դիարբեքիր, Մարաշ, Կոստանդնուպոլիս, Ադանա և այլն։ Սա էլ տեղահանության ճանապարհն է՝ Էրզրում, Երզնկա, Խարբերդ, դեպի Միջագետքի անապատների համակենտրոնացման ճամբարներ՝ Դեր էլ-Զոր, Ռաքքա, Ռասուլայն, ընդհուպ մինչև Մոսուլ։ Դոկտոր Յոհաննես Լեպսյուսի հաշվարկներով 1915-ից 1916 թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է 1,5 միլիոն հայ։ Հավերվել է 66 քաղաք, 2500 գյուղ, 2350 եկեղեցի և 1500 դպրոց։ Նյութական կորուստները կազմել են 15 միլիարդ ֆրանկ։ Ահա ցեղասպանության 5 գլխավոր կազմակերպիչները՝ Թալեատ Մեհմեդ Փաշա, Թուրքիայի ներքին գործերի, փոստի և հեռագրության նախարար, Էնվեր Փաշա, ռազմական նախարար, Ահմեդ Ջեմալ Փաշա, ծովային նախարար, Նազիմ Բեյ, Միություն և առաջադիմություն կուսակցության գաղափարախոս և գլխավոր քարտուղար, Բեհայդին Շաքիր, Միություն և առաջադիմություն կուսակցության երկրորդ քարտուղար։ Ես նրանց կանվանեմ մահվան որդիներ, իսկ այս քարտեզը մահվան քարտեզ։ Բայց ես առաջարկում եմ միասին գծել հայոց ցեղասպանության մի նոր քարտեզ։ Ես այն կանվանեմ փրկության քարտեզ։ Քանզի որտեղ բռնությունն է և մահը, այնտեղ էլ փրկությունն ու կյանքը։ Մարիա Սմոբերն իմ գործընկերուհին է Շվեդիայի Լունդի համալսարանում։ Մենք հանդիպել ենք Ստոկհոլմի արվարձաններից մեկի գերեզմանատանը։ Մարիան ուսումնասիրում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկանդինավյան երկրներում սկիզբ առած միսիոներական շարժման կին գործիչների կյանքը։ Դրանցից մեկը շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնն է, որ շատ հայ որբերի համար դառնում է հարազատ մայր։ Ես չէի կարողանում զսպել արցունքներս, երբ կարդում էի Ալմայի վկայությունները։ Դա սովորական գիտական հետազոտություն չէր, ասում է ինձ Մարիան։
Ես մի նվազ հույս էի փայփայում, որ երբևէ կրկին կտեսնեմ երեխաներին, եթե նրանք կարողանան դիմանալ երկար ճամփի տառապանքներին։ Իմ մանուկները, չէ՞ որ ես նրանց սիրում էի իմ սեփական երեխաների պես։ «400,000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող պատմական Հայաստանը 16-րդ դարից հայտնվել էր Օսմանյան կայսրության տարածքում։ Առաջին աշխարհամարտից առաջ այստեղ ապրում էր մոտ 2 միլիոն հայ։ 1877-78 թվականների ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո հայկական հարցը մտնում է միջազգային քաղաքականության ոլորտ։ Եվրոպական մեծ տերությունները Թուրքիային պարտադրում են բարեփոխումներ, սակայն պանիսլամիզմն ու պանթուրքիզմը պետական գաղափարախոսություն դարձրած Սուլթան Համիդ II-ը հայկական հարցը լուծելու այլ ճանապարհ է որդեգրում՝ հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը։ Այդ քաղաքականությունը թուրքական իշխանությունները ծրագրված կերպով սկսում են իրականացնել 1878 թվականին եւ փորձում են ավարտին հասցնել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1894-ից 1896 թվականներին Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրահանգով կոտորվում եւ մահմեդականացվում են 100,000-ավոր հայեր։ Հայոց ջարդերի լուրը հասնում է Եվրոպա։ Ես քայլում եմ Կրագերոյի կենտրոնական փողոցով, որով շատ է քայլել Բուդիլ Բյորնը։ Շենքին փակցված գրությունն ասում է, որ այն պատկանել է Բյորների հարուստ ընտանիքին։ 1871 թվականին այս ընտանիքում է ծնվել Բուդիլը։ Այժմ այս շենքում Կրագերոյի քաղաքապետարանն է։ Աստծուց կանչ ստացա մասնակցելու կանանց առաքելության աշխատողների հանդիպմանը։ Այնտեղ պարզեցի, որ հայ երեխաներին օգնելու հսկայական աշխատանք կա։ Կամավորագրվեցի։ «1904 թվականին Բուդիլ Բյորնը կանանց առաքելության աշխատողների Դանիայի մասնաճյուղի միսիոներական դպրոցում է։ Մեկ տարի անց 1905 թվականին Բուդիլի գնացքը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Միսիոներ գթության քույրը աշխատանք էր ստացել Մեզրեում եւ Մուշում։ Նա 34 տարեկան էր։ Հետամնաց ու աղքատ երկրում, ինչպիսին այն ժամանակ Օսմանյան Թուրքիան էր, դեղորայքի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Մարդիկ ցկյանս հաշմանդամ էին դառնում ամենասովորական հիվանդությունների պատճառով։ 1907 թվականին մասնագիտացված բուժքույր մանկաբարձուհի Բուդիլ Բյորնը այստեղ պոլիկլինիկա է հիմնում։ Հայոց ջարդերի մասին շվեդական լրագրում գրված մի հոդվածը ճակատագրական է դառնում 19-ամյա Ալմա Յուհանսոնի համար։ Նա որոշում է դառնալ միսիոներ եւ մեկնել Թուրքիա։ Բողոքական դաստիարակությամբ ընտանիքի համար Ալմայի միսիոներ դառնալու որոշումը ողջունելի էր։ Բայց հետամնաց բռի բարքերի երկիր մեկնելը անհասկանալի էր եւ անընդունելի։ Մինչ ընտանիքը կփորձեր հաղթահարել շոկային իրավիճակը, աղջիկն արդեն հիվանդապահի մասնագիտություն էր ձեռք բերել։ «1902 թվականին Ալմայի գնացքն ուղևորվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Նա 21 տարեկան էր։
Դանիայի Գյուլինգ քաղաքում, որ Քարեն Եփեի ծննդավայրն է, թանգարան արխիվ կա։ Մոհեն Սոյմակը երկյուղած խնամքով բացում է փոքրիկ պահարանները, որտեղ մասունքի պես հավաքել է հայրենակցուհու արխիվն ու անձնական իրերը։ Քարենը ծնվել էր ֆիզիկապես թույլ, մի ոտքը մյուսից կարճ։ Տատմերը նրան տեսնելով ասել էր. «Այո, առաջին խոզուկը միշտ էլ չի ապրում», բայց նախախնամությունն այլ բան էր պատրաստել Քարենի համար։ «1902 թվականին Օրդրուփի ռեալական մասնավոր դպրոցում, որտեղ սովորել եւ աշխատում էր Քարեն Եփեն, տնօրեն Ֆրիզեր ուսուցիչների համար լրագրից մի նյութ է կարդում հեռավոր Կովկասի մասին։ Հոդվածի հեղինակը Օգեմայր Բենեդիկտսն էր։ 3 օր հետո ուսուցիչները գնում են երիտասարդ մարդկանց քրիստոնեական միություն Բենեդիկտսենի դասախոսությունը անձամբ լսելու։ Բենեդիկտսենը շատ հուզված ու ցնցված էր։ Նա իր խոսքն ավարտում է մի հայ ծերունու օգնության կանչով։ Այդ կանչն էլ Քարենին տանում է Հայաստան։ Օգեմայր Բենեդիկտսենը Ռուսաստան եւ Պարսկաստան կատարած ուղևորությունից վերադարձել էր Ուրֆայով եւ ականատես եղել սարսափելի տեսարանների։ Նա հիմնել էր հայերի դանիացի բարեկամներ ընկերությունը։ 1901 թվականին ընկերությունը սկսել էր միջոցներ հավաքել ուղարկելու Ուրֆա Լեպսիուսի մանկատան երեխաներին։ 1902 թվականին Լեպսիուսը Ուրֆայում հիմնած իր մանկատանը աշխատակիցների կարիք ուներ։ Քարեն աշխատանքի է անցնում Լեպսիուսի մոտ, Գերմանիայի առաքելություն արևելքում կազմակերպությունում։ Մնում է ամենադժվարը՝ համոզել հորը։ Հոր կարծիքով Անատոլիա մեկնելը վտանգավոր էր, մանավանդ որ դուստր այնքան էլ առողջ չէր։ Քարենը հույս ուներ, որ ընտանիքի բարեկամ քահանա Օտտո Մոլլեն իրեն կպաշտպանի։ Հաջորդ կիրակի Օտտո Մոլլեն իր քարոզում պատմում է բարի սամարացու առակը եւ ասում. «Մարդ պետք է օգնի իր ճանապարհին պատահած կարիքավորին»։ Բայց դու բավարար երեխաներ ունես Օրդրուփի դպրոցում, շարունակում էր դեմ լինել հայրը։ Այո, բայց ոչ 10 երեխա, որոնց ծնողներին սպանել են։ Քարենը ուղևորվում է Ուրֆա, սկզբում գնացքով Բերլին, հետո Իտալիա, այնտեղից էլ նավով Կոստանդնուպոլիս։ Նա 27 տարեկան է։ Ես մեկնեցի խնամելու մի քանի որբերի, բայց գտա մի ողջ ժողովուրդ։ «1895 թվականին Համիդյան կոտորածները առանձնահատուկ վայրագությամբ էին իրականացվել այստեղ, Ուրֆայում։ Շուրջ 8000 հայ էր կոտորվել, ավերակների կույտի էր վերածվել ողջ հայկական թաղամասը։ Քաղաքի գլխավոր եկեղեցում ապաստանած 3000 հայերի հրկիզման պատմությունը սարսափ տարածելով պտտվում էր շրջակայքում։ Քարեն Եփեն Ուրֆայի մտնում ավանակի վրա։ Խորհրդանշական էր ավանակով քաղաք մտնելը։ Մանավանդասում են ժողովուրդն ուրախությամբ դուրս է եկել դիմավորելու Դանիայից ժամանած օրիորդին։ Քարենը պետք է խնամեր 300 որբերի, կազմակերպեր նրանց դաստիարակությունն ու կրթությունը, բայց ամենադժվարը ծնողներին կորցրած այդ մանուկներին մխիթարելն էր։